Հալելույա, փառք ես Տեր, շնորհակալ ենք քեզանից, գոհանում ենք, փառավորում եւ մեծարում ենք քեզ։ Օ, փառքերի մեջ բնակվող Հայր, փառք ես, որ ամեն կան քո ոտերի տակ է խոնարհվում, ամեն հող ու մոխիր, քո ոտերի, քո գահի տակ Տեր, արժան ես փառքի, ինչ մեծ պատիվ է մեծարել ու փառավորել քեզ ոչ թե մարդկանց, ինչ հրաշալի պատիվ է բարձրացնել եւ քեզանից խնդրել քանց թե մարդկանցից մուրալ, որովհետեւ Դավիթն ասում է փոքր է մեծացա, բայց արդարը հաց մուրալուց չտեսա, որովհետեւ քո տունը հացի տուն է, որովհետեւ քո տունը զոհի տուն է, որովհետեւ քո տունը նրանց տունը, ովքեր որ իրանց ձեռքերը ագահությամբ չեն լցրել, այլ քո զոհերով ու քո ողորմությամբ։ Փառք ես, որ դու գերության շղթաները, կապանքները քանդել ես, թող փառավորվի քո մեծ անունդ, այժմ եւ միշտ, եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Փառք Տիրոջը, Տերը օրհնի ձեզ։ Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր որ մեզ ուղիղ եթերով են միացել այսօրվա մեր երեկոյան աղոթքի և Աստծո խոսքի մատուցման ծառայությանը, ինչպես արդեն որ միասին որոշել ենք ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 և ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք հիվանդանոցներում պառկած և բոլոր հիվանդների, հատկապես երեխաների համար։ Եվ նաև ունենք մի հրաշալի ծառայություն, իհարկե ես չգիտեմ ոմանք իրապես հարցնում են դա, որովհետև ես մտածում եմ, որ մարդ մի քիչ պիտի տրամաբանի, որովհետև մենք երբեք գումարով չենք աղոթել, մենք ի տարբերություն, չգիտեմ մնացած բոլոր արարողությունները անող որոշ մարդկանց, որոնք որ թաղումներ, կնուկներ և ծնունդներ են անում, ես չգիտեմ երևի դուք սովորել եք ինչ-որ ֆինանսական միջոցներով, բայց մենք ձրի առել ենք և ձրի տալիս ենք և մենք ոչ մի ֆինանսական ակնկալիք չունենք նրանցից, ում աղոթում ենք այցելությամբ։ Եվ մենք նոր մի ծառայություն ունենք, դա շտապ օգնության աղոթքի ծառայությունն է։ Իհարկե որոշ դատարկախոսներ հեգնական, ծաղրական ինչ-որ նամակներ են գրում, բայց ով որ ինչ ցանի, դա էլ հնձելու է։ Ով ինչ փոսփորի, այդտեղ էլ հայտնվելու է։ Եթե մեկը ծաղրում է Տիրոջը աղոթողներին, ես ասում եմ նորից լավ է Տիրոջից խնդրել, քանց թե մարդկանց մուրալ։ Եվ մենք արժանապատիվ ծառայություն ունենք, եւ ոմանց հարցին ես չեմ ուզում ասեմ տգետ կամ անգրագետ, որ հավատքն է, սիրելի քույր եղբայրներ, Հայաստանում մի դավանություն կա, դա Հիսուս Քրիստոսի դավանությունն է, մենք քրիստոնյա ենք։ Եվ ուրիշ հավատք չկա, որ հավատքն է։ Աշոտանց հավատքն է, թե վալոդանց հավատքն է։ Իհարկե ոմանք սենց իրանց համայնքներում նման ինչ-որ տենց անհասկանալի ոչ ավետարանի խոսքին համապատասխան ինչ-որ մեկնաբանություններ են, մենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք անում ինչ-որ անում ենք, մենք հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքին և հավատքը առանց Աստծո խոսքի զրո է, և եթե ուզում եք իմանաք, որ հավատքն է, ավետարան կարդացեք, լավ կլինի ավետարան կարդաք, քանց թե շատ հազար ներողություն եղբայրների, քարոզների վրա հենված աստվածպաշտությամբ զբաղվեք։ Որ հավատքը չի, մի հավատ կա, դա ավետարանի խոսքից բխող հավատքն է, մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Իսկ նրանք, ովքեր որ մեզ սրտանց գրում են, շնորհակալ եմ, բոլոր շնորհակալությունների համար, բոլոր օրհնանքների համար շնորհակալ եմ։ Մենք պոպուլիզմով չենք զբաղվում, ուղղակի սա մենք աղոթքները չենք տեսագրում, որտեվ Տերն ասեց շատ աղոթքներ, որոնք որ հնարավոր է, իհարկե ծածուկ արեք, մենք շատ մարդկանց ուղղակի հարգում ենք եւ այն աղոթքները, որ մենք այցելում ենք,
մենք չենք ձայնագրում, բայց տեսած այլագրում ենք մեր այցելությունը, որպեսզի բոլորի համար քաջալերական լինի եւ մարդիկ տեսնեն եւ իրանց մեջ էլ խրախուսանք գա, որ այդ ամոթի կաշկանդվածության այդ մտածելակերպից դուրս գան եւ չմտածեն, թե որ մեզ կանչեն, բա ինչ պիտի հյուրասիրենք, բա կոֆե պիտի տանք, բա գաթա պիտի տանք, բա եսիմ ինչ պետքա տանք, մենք պետքա հասկանանք, որ մեր բոլոր ծառայությունները անվճար են, սիրելիներ, անվճար, մենք բազմիցս ասել ենք, մենք ոչ մի վճարի ակնկալիք չունենք, մենք Տեր ունենք եւ մենք գիտենք Տիրոջ գործի համար զոհաբերել եւ անել ուղակի Աստծո սիրուց։ Եվ այն ամեն ինչ որ մենք անում ենք, մեր ակնկալիքը ձեր ապաշխարությունն է եւ մենք ամեն բան անում ենք Աստծո սիրուց դրդված, մենք ոչ մի շահ չունենք, որովհետեւ աստվածպաշտությունը դա շահավաճառություն չի, այլ Աստծո սիրո արտահայտությունն է, ինչպես Տեր Հիսուս Քրիստոս երկիր եկավ համայն մարդկության փրկության համար, մեղավորների համար իր կյանքը տալու, որովհետև ոչ մեկ արժանի չէին, որ Տեր իր կյանքը տար, բայց Աստված իր որդուն զոհաբերեց, իր ամենաթանկը զոհաբերեց, եւ մենք այս շաբաթ կնշենք Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր հարության տոնը։ Անցյալ կիրակի նշեցինք Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, եւ սա հրաշալի է, Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, դա ակնարկում էր Տեր Հիսուս Քրիստոսի միսիան, որ եկել էր խաղաղություն բերելու Աստծո եւ մարդկանց միջև, հաշտություն բերելու, մարդ եւ Աստված հարաբերության մեջ հաշտություն բերելու։ Եվ այդ պատճառով էր, որ մարդիկ իրենց հանդերձները փռում էին Տեր Հիսուս Քրիստոսի ավանակի տակ, սա խորհրդանշում էր, որ մարդիկ հրաժարվում են իրանց հնից, մեղքից, իրանց հանցավոր կյանքից եւ ընդունում են, որ նա է, որ եկել է մարդկության մեղքը վերցնելու եւ համայն մարդկության համար խաչի վրա տալու այդ մեղքի վարձքը, որը մահն էր եւ ազատագրելու մահվան խավար իշխանությունից, որովհետեւ ցանկացած իշխանություն գալիս է զոհաբերությամբ եւ Աստծո թագավորությունը, Աստծո իշխանությունը եկավ զոհաբերությամբ եւ մենք զոհաբերությամբ սատանայի խավար իշխանությունից Աստծո որդու Հիսուս Քրիստոսի անունով տեղափոխվեցինք Աստծո թագավորության մեջ, Աստծո որդու Հիսուս Քրիստոսի արյան գնով։ Եվ սա է մեր ճանապարհը, որ մենք քայլում ենք այս ճանապարհի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Իսկ արմավենիների ճղերը դա նրա համար չէր, որպեսզի մարդիկ գերշահույթ ունենային, զամբյուղներ գործային, չգիտեմ, ինչ որ պսակներ գործային, դնեն իրանց գլխին, տանեին տուն, մտածելով, որ դա ինչ որ մի երջանկություն կամ որևիցե մի, չգիտեմ, ինչ որ հարցերի լուծում կբերի, դա անիմաստ բան է, դա դատարկ բան է, դա աստվածաշնչյան չի, դա սնահավատություն է։ Աստված մեզ առարկաների եւ իրերի նկատմամբ չի առաջնորդում, որպեսզի մենք դրանցով մոտիկանանք Աստծուն, այլ արմավենիների ճղերը դրա Աստծո թագավորության հավիտենականության մասին էին խոսում, որտեղ արմավենին մշտադալար ծառա եւ այդ արմավենիները, երբ որ գցում էին Տեր Հիսուսի ոտքերի տակ, ասում են, որ մենք ընդունում ենք, որ դու ես հավիտենական կյանքի ճանապարհը եւ դու հավիտենական թագավորության թագավոր ես եւ հավիտյան է քո թագավորությունը, որովհետեւ նա էր, որ եկավ եւ հաղթեց եւ հռչակվեց որպես համայն մարդկության փրկիչ, թագավորների թագավոր, տերերի տեր։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը փոխանակեց, վերցնելով մեր մեղքի հանդերձները, թողելով իր արդարության հանդերձները։ Խաչի տակ Հիսուս Քրիստոս թողեց իր պատմուճանը, սա խորհրդանշում էր, որ Հիսուս թողեց իր արդարությունը եւ մեր մեղքերը վերցրեց խաչը, մեր հին կեղտոտ սատանայի կողմից ապականված հանդերձները եւ տվեց մեզ արդարության հանդերձներ։ Եվ այս արդարության հանդերձներով մենք տեսնում ենք Հովհաննեսի ավետարանում, եթե ունեք ձեզ այդ Հովհաննեսի հայտնության գրքի մեջ, այստեղ այդ արդարության արդեն հանդերձներով Հովհաննեսը տեսիլք է տեսնում, որ Տիրոջ ժողովուրդը պիտի դիմավորի եւ գովաբանի արքաների արքային։
Եվ սրանից հետո տեսա եւ ահա մի շատ ժողովուրդ, որ ոչ ոք չէր կարող համարել, ամեն ազգերից, ցեղերից, ժողովուրդներից, լեզուներից կանգնած աթոռի առաջին, գառի առաջին եւ սպիտակ հանդերձներ հագած, սա այն արդարության հանդերձներն էին, որ Տեր Հիսուս Քրիստոսը մեզ տվեց վեստելով մեր կեղտոտ ապականյալ հանդերձները, որոնք ապականվել են մեղքից եւ տարբեր տեսակի սատանայի խավարի դիվային աշխարհի ներգործություններով մեր կյանքում բերած անցանկալի Տիրոջը անհաճելի ըմբոստության եւ ապստամբության գործողություններից։ Դրա համար մի ապրեք մեղքի մեջ, ապաշխարեք, ձեր սիրտը բացեք Հիսուսի առաջ եւ խնդրեք, հայցեք նրանից ներում եւ նա իր արյամբ կմաքրի ձեզ եւ կտա այդ արդարության հանդերձները եւ դուք կտեսնեք, երբ որ կմիանաք Աստծո թագավորության մեջ Հիսուս Քրիստոսին։ Ասում ամեն ազգերից, ամեն ժողովուրդներից, ամեն լեզուներից կանգնած էին աթոռի առաջին, գառի առաջին եւ սպիտակ հանդերձներ հագած եւ իրանց ձեռքերում արմավենիներ, այս այն մարդիկ են, որոնք որ ընդունեցին Հիսուսին, որ նա է հավիտենական թագավորության թագավորը, որ նա է հավիտենական մեր կյանքի դուռը, ճանապարհը։ Եվ ահա այն արմավենիները, որոնք որ Արմավենի ճանաչները, որոնք որ Հովհաննեսի ավետարան 12-րդ գլխում փռում էին Տեր Հիսուս Քրիստոսի ոտքի տակ, գրում է արդեն այս մարդիկ այդ ուրեմն հանդերձներով արդարության եւ արմավենները ձեռքին Տիրոջը երկրպագում են արդեն Աստծո թագավորության մեջ։ Աստծո աթոռի, գառան աթոռի առաջին եւ սպիտակ հանդերձներ հագած իրանց ձեռքերում արմավեններ եւ աղակում էին բարձր ձայնով ասում. «Փրկությունը մեր Աստծուն է, որ նստում է աթոռի վրա» եւ գառին եւ բոլոր հեշտակները կանգնել էին աթոռի եւ երեսների 4 կենդանիների 4 կողմովը եւ ընկնում էին երեսների վրա աթոռի առաջին եւ երկրպագում էին Աստծուն ասելով. «Ամեն օրհնությունը եւ փառքը եւ իմաստությունը եւ գոհությունը եւ պատիվը եւ կարողությունը եւ զորությունը լինի մեր Տեր Աստծուն հավիտյանս հավիտենից ամեն»։ Փառք Տիրոջը, այսօր քո հերթն է հանդերձներդ կեղտոտ հանես քո վրայից, այսինքն հրաժարվես մեղքի կյանքից եւ խավարի սատանայի դիվային ուժերի կողմից եղած քո կյանքում ազդեցություններից եւ այդ հանդերձները թողես ու ասես այլևս ես մեղքինը չեմ, այլևս եւ խավարինը չեմ, այլևս ես Հիսուսին եմ եւ ես նրա արդարության հանդերձներն եմ հագնում։ Եվ ինձ հետ միասին կարող ես այս աղոթքն անես հրաժարվելով հնից, ընդունելով նորը եւ ասա. «Տեր Հիսուս, ես ընդունում եմ քեզ իմ սրտից մեջ որպես անձնական Տեր ու Փրկիչ։ Ասա Տեր, մաքրիր ինձ քո արյամբ իմ բոլոր մեղքերս վերար։ Ես գցում եմ քո ոտքերի տակ եւ ընդունում եմ այդ խաղաղության ուխտը, այդ խաղաղության դաշինքը։ Ես ընդունում եմ հաշտությունը Հայր Աստծո հետ եւ Աստծո թագավորության հետ, որ երբ որ դու գաս քո փառքով, ոչ թե ես հայտնվեմ դժոխքում, այլ քեզ այդ հավիտենության մեջ։ Ասա Հիսուս, ես հենց հիմա հանձնում եմ քեզ իմ մեղավոր կյանքը։ Քո արյամբ մաքրիր ինձ։ Ասա շնորհակալ եմ Հիսուս։ Ամենամեծ նվերը Աստծուն նա է, որ դու քո սիրտը տաս նրան։ Ասա իմ սիրտս բացում եմ եւ տալիս եմ քեզ Հիսուս, մաքրիր ինձ քո արյամբ եւ թագավորիր իմ սրտի մեջ, թագավորիր իմ հոգու մեջ։ Մաքրիր ինձ քո արյամբ ամեն ապականություններից, մտքիս, սրտիս մեջ միայն դու տիրիր ու թագավորիր եւ ասա խավարը հալածիր եւ լույսդ բեր ու ասա ներիր ինձ Տեր։ Երբ որ դու ասում ես ներիր ինձ Տեր, նրա արյունը ակնթարթի մեջ մաքրում է քեզ, դու կզգաս այդ ազատագրությունը, կզգաս ինչ կարշելի, զզվելի, ծանր մի բան գնաց քո հոգուց, որ դու քարշ ես տալիս քո ամբողջ կյանքի ընթացքում։ Դա քո մեղքերի եկած ծանրություններ, դա այդ կեղտոտ, հիլոտ հանդերձներն էին։ Հիսուս, շնորհակալ եմ ասա, որ քո արյամբ սրբեցիր ինձ, որ ներեցիր ինձ այսօր։ Եվ այսօր իմ փրկության օրն է, եւ այսօր իմ ձեռքը արմավենի տվեցիր, հավիտենական կյանքը, որ ես ընդունեցի։ Շնորհակալ եմ քեզանից։ Երբ որ դու ընդունում ես Հիսուսին Տեր ու Փրկիչ, ավետարանն ասում է, որ դու դարձար հավիտենական կյանքի ժառանգորդ եւ դու ոչ թե կփրկվես, գրում կփրկվեցիր արդեն։ Հիսուսի արյունը մաքրեց քեզ։ Եվ ասա շնորհակալ եմ քեզանից, որ ինձ այսօր
քո ընտանիքիդ մեջ ընդունեցիր։ Շնորհակալ եմ քեզանից, որ իմ կյանքիս մեջ եկար։ Եվ հիմա արդեն, երբ որ դու հաշտվեցիր եւ ընդունեցիր այդ հաշտության ավետիսը, բարի լուրը Տիրոջից, հիմա կարող ես նրա անունով խնդրել ինչ որ քեզ պետք է, որտեղ ավետարան ասում է իմ անունով ինչ որ խնդրեք պիտի լինի ձեզ։ Ասում ինչեւ մա չես խնդրել, բայց հիմա խնդրի, տես։ Երբ որ դու ինչ որ մեկի հետ հաշտվում ես, նա կարող է քեզ հետ շփվել, կարող է իր ձեռքը մեկնել, բայց խռովությունը միշտ վերում է քո կյանքիդ մեջ ամեն տեսակի զրկանքներ։ Ներիր քո սրտիդ մեջ բոլոր նրանց, ում որ վիրավորել ես կամ վշտացրել ես կամ քեզ են վիրավորել ու վշտացրել։ Ներիր եւ ասա Տեր, ինչպես որ դու ինձ ներեցիր, ես էլ իրանց եմ ներում։ Եվ քո բժշկությունը հիմա կգա ակնթարթի պես, որտեվ հիմա իմ աղոթքս արդեն խոչընդոտ չունի, քո կյանքում չկա արգելք, որ իմ աղոթքս գահացնի քեզ։ Հասկանում ես, սրանք կարևոր պայմաններն են։ Եվ ես բարձրացնում եմ ձեռքերս Տեր Հիսուսի անունով քո կյանքի վրա եկած խավարի ամեն ուժերի դեմ։ Եվ ես դուրս եմ քշում եւ ասում եմ դուրս ամեն խավարի դիվային ուժերը բոլոր այն մարդկանց կյանքից, ովքեր որ մեզ նայում են եւ հետո կնայեն։ Ես բժշկություն եմ հրճակում քո կյանքիդ մեջ։ Ես հիմա խոսում եմ, որ դու բժշկվես, որտեղ իմ խոսքից մեջ իշխանություն կա, որտեղ Տերը տվել այդ իշխանությունը քանդելու ամեն սատանայի շղթաների կապանքները, եւ ես քանդում եմ Հիսուսի անունով ամեն շղթաները, կապանքները քո կյանքում, եւ քո կյանքիդ մեջ դիվային աշխարհի կողմից բերված քո մանկությունից մինչև այսօրը ամեն աղբն ու աղտեղությունը Հիսուսի արյան տակ են բերում։ Բոլոր անեծքները, բոլոր տեսակի խավարի դիվային ուժերի ներգործությունները, ամեն դռները, որ բացել ես մեղքերով Հիսուսի անունով, ես խոսում եմ, որ փակվեն եւ Տիրոջ արյունը մաքրի քեզ եւ Տիրոջ պաշտպանությունը գա քո վրա։ Եվ այսուհետև Տերը վերահսկի քո միտքն ու սիրտը, հոգին ու ներքնաշխարհը, որ այլևս ոչ թե դիվային աշխարհի մտքերին, խոսքերին, ազդեցություններին հնազանդվես, այլ Տիրոջ հոգուն։ Ես սկսես կարդալ ավետարան, որ քո միտքդ նորոգվի։ Հիսուսի անունով, Հիսուսի անունով, ամեն հիվանդություններին ու ցավերին սաստում եմ ասում դուրս, Հիսուսի անունով կապում ու ջախջախում եմ այդ կապանքները։ Հիվանդության շղթաները, բոլոր այն մանուկները, բոլոր այն պատանիները ու երիտասարդները, որ հիմա մեզ նայում են, ես ազատագրություն եմ խոսում, դուրս ամեն խավար ուժերը, փակի քո աչքերդ եւ ձեռքը դիր քո հիվանդ տեղիդ վրա, Տիրոջ զորությունը, ջերմ կրակը հիմա կհպվի եւ կմաքրի քեզ։ Հալելույա։ Փառք ես Տեր, Տիրոջ ներկայությունը կլսվի հիմա քո հիվանդասենյակում, այնտեղ որ դու գտնվում ես, նրա սերը, նրա ողորմությունն ու շնորհքը կգրկեն քեզ հիմա դու Տիրոջ ջերմ գիրկը գաս, որտեղ ես հանձնում եմ Հիսուսի անունով քեզ Տիրոջ գիրկը, նրա ձեռքերի մեջ, նրա վերքերից բխող բժշկությունը հիմա շարունակելու է մաքրել գլխիցդ մինչև ոտքիդ թափ, ամեն պալարներն, ամեն ուռուցքները, ամեն տեսակի մաշկային հիվանդությունները, լյարդի, ցերոզը, թոքերի հիվանդությունը, արյանանոթների հիվանդությունը, մտավոր հիվանդությունները, Հիսուսի անունով ես հռչակում բժշկված։ Փառք ես, քո հաղթանակն է հռչակում, սաստում է ամեն սատանայի խավարի դիվային ուժերը, որ կանգնած են որոշ հիվանդությունների հետևում։ Հիսուսի անունով ես խոսում եմ, որ հիմա անհետանան բոլոր այն ուռուցքները, բոլոր այն մետաստազները, քաղցկեղածին ամեն տեսակի բացիլները, Հիսուսի անունով, բոլոր բջիջները այդ քաղցկեղածին, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, ես կյանք եմ խոսում, եթե մեկը մահարջակել քո կյանքիդ մեջ, Հիսուսի անունով, փառք ես Հայր, քո բժշկարար զորավոր ձեռքդ մեկնիր եւ մաքրիր այս երեխային, որ հիմա մայրը գրկած նստած է տեսախցիկի ցանկում, ես բժշկություն եմ հռչակում այդ երեխայի արյան մեջ, մարմնի մեջ, Հիսուս, 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 քո ողորմությունը թող գա բոլոր այն մանուկների ու պատանիների կյանքում, որ տարբեր երկրներից հիմա մեզ նայում են, Հիսուսի անունով ես խոսում եմ, որ այդ հոտացավերը, այդ ամեն տեսակի մկանների մեջ եղած բորբոքումները, Հիսուսի անունով հիմա ես խոսում որ բժշկվեն եւ հրաշք եմ խոսում, հրաշք բժշկության, Հիսուսի անունով ես խոսում եմ բոլոր այն ոտքերին, կախ ոտքերի մեջ զորություն ուժ կա, Տեր Հիսուսի անունով,
Փառավորում եմ քեզ հայրս, որ լսում ես մեզ եւ քո ողորմություն ես անում։ Ես աղոթում եմ բոլոր այն նամակների հեղինակների համար, Տերս, որոնք մեզ գրել են եւ խնդրել են իրենց համար բժշկություն, աղոթք, իրենց ընտանիքներում հաշտություն, իրենց բարեկամների, ծանոթների, ընկերների համար, Տեր։ Նույնիսկ նրանք, ովքեր որ հեգնանքով ու ծաղրանքով են գրել, ես աղոթում եմ, որ քո ողորմությունը նրանց էլ հասնի, Տեր, եւ ազատագրի այդ դևերից ու ոգիներից ու խավարուժերից։ Հիսուս, վերում եմ քեզ մեր երկրի, մեր ազգի բոլոր հիվանդներն ու տկարները, որ հիմա քո բժշկարար զորությամբ այցել ես հիվանդանոցներում պարկած հիվանդներին, ես աղոթում եմ բոլոր այն վիրահատարաններում Տեր իմ Աստված այն բժիշկների համար, ովքեր որ հիմա ծանր վիրահատություններ են անում, իրանց ձեռքերն են բերում քո ձեռքերիդ մեջ, եւ աղոթում եմ Տեր Հիսուսի անով, որ բժշկություն ու առողջություն, ապաշխարություն ու կյանք, արթնություն գա բոլոր այն հոգիների մեջ, Տեր, որոնք հիմա պարկած են հիվանդասենյակում, Փառքես, հալելույա քեզ, Փառքես հայր, փառավորի Տիրոջը, որտեղ որ պարկած ես, բարձրացրա քո ձայնը ու ասա Փառքես, մի ամաչիր, Փառքես ասա, այս բժշկության համար, այս հրաշքի համար, այս աղոթքի համար, շնորհակալ եմ, ասա, շնորհակալ եմ, Հիսուս, շնորհակալ եմ, ասա, Հիսուս, շնորհակալ եմ։ Եթե երբևիցե Աստծուց գոհություն չես արել, շնորհակալություն չես այդ իմ ասա շնորհակալ եմ քո ողորմության համար, փառքես, հանձնվում եմ քեզ, ասա Հիսուս, որ ամբողջովին մաքրես եւ իմ կյանքս դցնես քո ներկայությամբ, հալելույա, փառքես Հիսուս, շնորհակալ ենք եւ գոհանում ենք քեզանից, արժան ես փառքի, այս երկրի ընթացքում երկրպագության եւ գոհության շարունակիր մնալ Տիրոջ ներկայության մեջ, որտեղ տեսնում այստեղ մարդիկ կան, որոնք որ սրտանց միացել են մեզ աղոթքով եւ ես աղոթում եմ, որ Տիրոջ բժշկարար զորությունը ամբողջովին քեզ ազատագրի, ինչ որ մեկ անքնությամբ պատառապում, ես քանդում եմ այդ անքնության կապանքները, դեպրեսիաները, ստրեսները, անխաղաղությունները, վախերը, տագնապները, սաստում Հիսուսյանով բոլոր այն մանուկների, պատանիների կյանքից, ովքեր որ գիշերային իրանց քունը Տեր իմ Աստված չեն կարողանում վայելեն վախեր են գալիս եւ ես Հիսուսի անունով սաստում այդ դևերին Տեր փառքես դու արժան ես սաննակես շարունակիր Տեր շարունակեք մնալ Տիրոջ ներկայության մեջ շարունակեք մնալ աղոթքի մեջ շարունակեք փակած պահել ձեր աչքերը եւ ձեր ձեռքերը պահեք այնտեղ որտեղ որ դուք գիտեք հիվանդություն կա Տիրոջ բժշկությունը հիմա շարունակվում է քո ոսկորներիդ մեջ քո աղիքներիդ մեջ քո ստամոքսիդ մեջ եւ աստերի առաջին քեզ երկրպագություն կանեմ քո սուրբ տաճարի առաջին և կգոհանամ քո անունի որ սուրբ ոգի շարժվիր բոլոր հիվանդանոցներում եղած հիվանդների կյանքում վախրիր, ազատագրիր թող արդության կրակը իջնի մեր երկրի վրա թող արդության հոգի անձրևները թափի մեր երկրի վրա թող քանդվեն ամեն սատանայի և խավարի զոհասեղանները և զոհերը և թող բարձրանա քո ժողովուրդը Հիսուսի անունով աղոթում բոլոր մանկատներում, ծերանոցներում, որդանոցներում բոլոր հիվանդների համար Տեր Հիսուս բերդերում, բանտերում, հիվանդանոցներում Ես աղոթում քո բժշկարար զորությունը դու ազատագրությունը դիջնի բոլոր չար սովորություններով բռնված մարդկանց կապանքներն եմ քանդում Հիսուս ճշմարտության համար որ բոլոր անունից բարձր մեծացրի քո բժշկությունը թող գա բոլոր Այս խուլականքների վրա և կույր աչքերի վրա Փառքես Այնպես էլ իմ անձը Փափագում է քեզ ով իմ Աստված Ինչպես որ և ջերում Փափագում է ջրերի առուների
այնպես էլ իմ անձը փափագում է քեզ ով իմ Աստված իմ անձը ծարավ է Աստծուն կենդանի Աստծուն Երբ կգամ և նա երեսի առաջին կերևան Փառքես Տեր, հալելույա Իմ անձը ծարավ է Աստծուն կենդանի Աստծուն Սուրբ Հոգի Ասապատին որ վկայություն է Դիներ Տեր, փառքես Փառաբանենք և երգենք Փառաբանենք կենդանի Աստծուն Գովաբանենք ու երգենք Փառաբանենք կենդանի Աստծուն Գովաբանենք ու երգենք Փառաբանենք կենդանի Աստծուն Գովաբանենք ու երգենք Փառաբանենք կենդանի Աստծուն Իմ անձը ծարավ է Աստծուն կենդանի Աստծուն Երբ կգամ և նա երեսի առաջին կերևան Իմ անձը ծարավ է Աստծուն կենդանի Աստծուն Երբ կգամ և նա երեսի առաջին կերևան Գովաբանենք ու երգենք Փառաբանենք կենդանի Աստծուն Գովաբանենք ու երգենք Փառաբանենք կենդանի Աստծուն Հալելույա փառքես Քո սուրբ ձեռքերիդ մեջ եմ բերում նաև Անդրանիկ եղբորս Տեր իմ Աստված այսօր որ զանգեց Ռուսաստանից եւ աղոթում եմ որ իր կյանքում բերես քո ողորմությունը Եվ մենք Հիսուսի անունով քանդում ու ջախջախում ենք եղբորս կյանքում ամեն տեսակի սատանայի խավարի դիվային աշխարհի կողմից բերված ամեն տեսակի արգելքները Եվ ես աղոթում եմ որ օգտագործես եղբորս Տեր իմ Աստված այդ քաղաքի մեջ եղող ժողովրդի արթնության համար Եվ թող փառքդ երևա նրա կյանքում Թող այս բոլոր տեսակի դիվային հարցակումները նահանջեն եւ երկինքդ բաց եւ երեսդ փայլեցրա եղբորս կյանքի վրա եւ այս ամենը միայն թող փառայի քո սուրբ անձ շնորհակալ եմ քեզանից Տերս ամեն Տեր օրհնի սիրելի քույրեր եղբայրներ սիրելիներս ովքեր որ միացել եք մեզ ուղիղ եթերով ուզեմ հիշեցնեմ որ մենք ունենք նոր ծառայություն շտապօգնության աղոթքի ծառայություն կարող եք գրեք մեզ մեր Facebook-յան էջին կարող եք գրանցվել մեր YouTube-յան Revival Bridge էջին եւ այնտեղ էլ կարող եք գրել մեզ Պաստոր Վահագն Հարությունյան էջին Instagram-ում եւ Revival Bridge Instagram-յան մեր էջին կարող եք գրեք Facebook-յան էջին Վահագն Հարությունյան եւ անձնական նամակով կարող եք գրեք եւ մենք կազմակերպենք այցելություն ձեր տուն, ուզում հիշեցնեմ, որ ոչ մի վճար, ոչ մի հյուրասիրություն մեզ հարկավոր չի, մենք շատ արագ այցելում ենք, աղոթում ենք եւ դուրս ենք գալիս։ Սա Տիրոջ առաջնորդությամբ է եւ թող Տիրոջ հոգին ձեր միտքը սիրտը պատրաստի եւ դուք ինքներդ որոշեք երբաձեզ հարմար գրեք եւ մենք ձեզ կպատասխանենք եւ կայցելենք եւ արդեն ունենք այցելություն, որը շատ օրհնյալ անցավ։ Փառք Տիրոջը, իսկ ամեն երկու շաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 կարող եք միանալ մեզ ուղիղ եթերով բոլոր հիվանդների աղոթքների մասնակցելու համար։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ այս կիրակի 2:30 Երևան Արաբկիր համայնք Վաղարշյան 12 հասցեով լինելու է Զատիկի հարության տոնական միջոցառումը սիրով հրավիրում եմ քեզ ժամը 2:30 մասնակցես, օրհնվես եւ տոնական տրամադրությամբ եւ Տիրոջ ողորմությամբ ազատագրված Տիրոջ շնորհքով լսված վերադառնաս քո տուն, քո առօրյա կյանքին։ Ուրեմն սպասում եմ քեզ Երևան Արաբկիր համայնք այս կիրակի ժամը 14:30 Վաղարշյան 12 հասցեով։ Տեր օրհնի, մնաք Աստծո խաղաղությամբ։